Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 4։ Երբ որ հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը։ Սաղմոս 142 գլուխ 3 խոսք։ Չկա այնպիսի նեղ կամ վտանգավոր իրավիճակ, որի մեջ հավատքը չկարողանա Աստծուց մխիթարություն ստանալ աղոթքի միջոցով։ Մենք հաճախ հակված ենք մեր վշտերը չափազանց շատ մեր մեջ պահելու և շարունակ մտորելու դրանց շուրջ, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալիս։ Մինչդեռ եթե դրանք ներկայացնենք Աստծուն, կարող ենք մեր հոգսերը գցել նրա վրա, ով հոգ է տանում մեր մասին և թեթևացնում մեր բեռը։ Մենք չպետք է մեզ կամ ուրիշներին այնպիսի գանգատ ներկայացնենք, որը չենք կարող ներկայացնել Աստծուն։ Երբ մեր հոգին ծանրաբեռնված է նեղություններով և լցված է հուսահատությամբ, երբ տեսնում ենք, որ բոլոր կողմերից որոգայթներ են դրված մեր դեմ, մինչ քայլում ենք նրա ճանապարհով, կարող ենք մխիթարվել այն մտքով, որ Տերը գիտի մեր ճանապարհը։ Նրան կտեսնեն որպես ամենաբավարար, թե որպես ապաստան, թե որպես իրենց բաժին։ Մնացած ամեն ինչ սուտ ապաստան է և անարժեք բաժին։ Այսպիսի վիճակում Դավիթը ջերմեռանդորեն աղոթեց Աստծուն։ Այս խոսքերը կարող ենք նաև հոգևոր իմաստով կիրառել։ Հավատացյալների հոգիները հաճախ նեղված են լինում կասկածներից և վախերից։ Այդպիսի ժամանակ նրանց և պարտականությունն է, և շահը աղաչել Աստծուն, որ ազատություն տա իրենց, որպեսզի կարողանան վազել նրա պատվիրանների ճանապարհով։ Այսպես Տերը ազատեց Դավիթին նրա հզոր հալածիչներից և առատ ողորմություն ցուցաբերեց նրա հանդեպ։ Նույնպես էլ նա հարություն տվեց խաչված փրկչին և բարձրացրեց նրան փառքի գահին, իր եկեղեցու համար բոլորի վրա գլուխ կարգելով։ Այսպես էլ մեղքի մեջ հանդիմանված մեղավորը աղաղակում է օգնության համար և առաջնորդվում է Տիրոջը փառաբանելու իր փրկագնված ժողովրդի ժողովի մեջ։ Եվ նույն կերպ բոլոր հավատացյալները ի վերջո կազատվեն այս չար աշխարհից, մեղքից և մահից ու հավիտյան կփառաբանեն իրենց փրկչին։